Աղթալայի լեռնահարսացուցիչ ֆաբրիկայի գործադուլավորների ու ղեկավարության միջև բանակցությունները արդյունք չտվին։ Այսօր մի քանի աշխատակիցների կոմբինատի ղեկավարությունը բանակցությունների էր հրավիրել, որին մասնակցում էր նաև համայնքի ղեկավարը։ Աշխատակիցներին ասել են, առայժմ աշխատավարձերի բարձրացում չի լինի, առաջարկել են աշխատել նույն պայմաններով, ինչին գործադուլավորները չեն համաձայնել։ Ասում են, ստացած աշխատավարձը արժանապատիվ կեցություն չի ապահովում իրենց ընտանիքների համար։ Զորվա դրությամբ եմ ես ասում, եթե ամեն մարդ չի կարող, այս երկու իր ընտանիքը չենք ասում լիարժեք ոնց ապրել, բայց նորմալ պահի, այսինքն նշանակում է, որ ոչ մեկը չենք աշխատի։ Եթե մի տղամարդ տան տղամարդ իր ընտանիքը չի կարելու պահի, նորմալ։ Դա նշանակում է, որ մենք ի վիճակի չենք մեր ընտանիքները պահելու, ճիշտ է։ Դե իմաստը որն է աշխատել կաշկարել, ասեն չենք ստանում։ Մագայինը եղել է անդո մի քանի տարի առաջ 6, քանի սոր դարել է 13։ Ասենք քիչ մի փոքր էլ մեր ասրամում էլի աշխատել։ Ամեն ինչը թանկանում է, բապիրոց եղել է 300 դրամ, որ դարել է 800 դրամ, ամեն ինչ թանկանում է, բացի մեր աշխատավարձից, թե։ Մեկին կարող է իր աշխատավարձը ձեռք աշխատի, մեզ ձեռք չի տա։ Վերանայում չկա, ասած գնից փոքր ավեր կամ պակասելի չկա, որ խոսքը նայում է ոսկե միջինը կտրենք, էլի։ Չկա, չէ, չէ։ Նշենք, Աղթալայի լեռնահարսացուցիչ կոմբինատի ավելի քան 50 հորատանցողներ աշխատավարձերի բարձրացման պահանջով արդեն քանի օր է գործադուլ են անում, պահանջում են գոնե 20%-ով բարձրացում։ Ղեկավարության հետ հանդիպումից հետո գործադուլավորները շարունակեցին բողոքի ակցիան։ Նրանց հետ հանդիպման եկած ղեկավարության երկարատև քննարկումները եւս արդյունք չտվեց։ Գործադուլավորները որոշեցին նույն պահանջով կոմբինատի մոտ կհավաքվեն նաև վաղը։ Փոփոխություն չկա, ոնց կա ամեն ինչ մնում է նույնը։ Մենք չենք գնում գործի, իհարկե չեն բարձրացնում մեր աշխատավարձերը։ Մեր ուզած բանը ենք ստացել։ Պատասխանը մեր է որ լինի։ Չենք աշխատելու սպասենք ինչով։ Կարող է խիչներում տա փոխեն էլի որոշումներ իրանց։ Աղթալայի լեռնահարսացուցիչ կոմբինատի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գագիկ Շահնազարյանի խոսքով փորձում են աշխատակիցներին աշխատանքի վերադարձնել, այդ թեմայով վաղը եւս քննարկում կլինի։ Քաղաքացու ձայնը Լոռու մարզի Աղթալա բնակավայրից։